Լեո Հայկական բարձրավանդակի գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան ծայրը, որ սահման ունի Կուր գետի հովիտը հյուսիսում և Արաքսի հովիտը հարավում, ընդարձակ առումով, այնպես ինչպես հասկացվել է վերջին 3 դարերի ընթացքում, կարելի է ամփոփել մի ընդհանուր անվան տակ՝ Ղարաբաղ։ Ամբողջ այս տարածությունը լցված է լեռնային զանգվածներով։ Արևելյան կողմից լեռնակույտերի այս մեծ աշխարհն իջնում է այդ ընդարձակ տափաստանի վրա, որը կոչվում է Ղարաբաղի դաշտավայր։ Այսպիսով, պատմական տեսակետից այս սահմանների մեջ պարփակված Ղարաբաղը համապատասխանում է հին Հայաստանի նահանգներից ուտիքի մի մասին, ամբողջ Արցախին և Սյունիքի մեծագույն մասին։ Պետք է ասել, որ զանազան ժամանակներ այս ընդարձակ երկրի զանազան մասերն այնքան ուժեղացել էին, որ իրենց սեփականանուններով էին հայտնի դառնում պատմության մեջ, մոռացնել տալով նույնիսկ ընդհանուր նահանգական անունները։ Լեո Ղարաբաղի նկարագրություն։ Լեռնային այս վիթխարի միջնաբերդը պաշտպանելով հարևան երկրները դրսի վտանգից, Լեռնաստանը, այսինքն Ղարաբաղը, միշտ անաղարտ է պահել ազգագրական հարազատ կերպարանքը։ Այստեղ միշտ ապրում էր հոծ և միապաղաղ հայ ազգաբնակչություն, որ բնիկ է, չուներ բոլորովին կամ շատ քիչ ուներ իր մեջ եկվոր այլատարրություն։ Մի ժողովուրդ, որ անհիշելի ժամանակներից կառչում է իր հողին և բնության, նրանց աշխատակցությամբ իր համար բնավորություն և խառնվածք է մշակում, իր ինքնուրույն հոգեբանությունն է ուժեղացնում և տիրական դարձնում։ Եթե յուրաքանչյուր լեռնային երկրի հատուկ եկեղզիացում, ապա այս երևույթը շատ լայն չափերով հատուկ եղավ Ղարաբաղին, մանավանդ այն ժամանակներից, երբ քաղաքական հանգամանքները հայկական բարձրավանդակի ամբողջ տարածության վրա հայ կյանքի ազգային քաղաքական հիմքերի կատարյալ խորտակումն առաջացրին։ Թաթարական և Լենգ Թեմուրի արշավանքներից հետո Ղարաբաղը 3 կողմից շրջափակված էր թաթար ազգաբնակչությամբ, և բնականաբար ավելի ևս պիտի փարերի լեռնային առանձնացմանը փրկության միակ միջոց համարելով ավելի և ավելի խիստ անջատումը դրսի աշխարհից, կատարյալ կղզիացումը։ Այսպիսի պայմանների մեջ են ստեղծվում լեռնային անմատչելի այն կենտրոնները, ուր խտանում է մի ժողովրդի ամբողջ ազատասիրությունը և ուր ցեղային ինքնորոշման և ինքնապահպանման բնազդը գերակշիռ է հանդիսանում կենսական բոլոր մյուս պահանջներից։ Լեռնային այս հոգեբանության ենք մենք պարտական մի երևույթ, որ շատ խոշոր նշանակություն ունեցավ հայոց նոր պատմության համար։ Մինչդեռ թաթարական արշավանքները Հայաստանի համարյա բոլոր մյուս կողմերում ջնջում էին ազգային իշխանության վերջին մնացորդները, Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակեց պահպանել այդ իշխանությունը նրա հին դրությամբ։ Հին դրություն ասելով մենք չենք ուզում հասկացնել, թե հին նախարարական կարգն էր, որ անաղարտ շարունակեց ապրել Ղարաբաղում։ Այսպիսի դասավորություն ստացած Ղարաբաղը տեղագրական, լեռնագրական և բնական տեսակետներով մի աշխարհագրական ամբողջություն է կազմում, որ ամբողջական կերպարանք է տալիս և այդ երկրների կյանքին։ Այնպես որ Ղարաբաղը, չնայած որ բաժանված է մի շարք մանր տեղայնական տարբերություններով խիստ որոշվող լեռնագավառների, սակայն ընդհանուր առմամբ ներկայացնում է մի խիստ բնորոշ, խիստ ընդգծված ամբողջություն տնտեսական, ազգագրական, մասնավորապես նույնիսկ և լեզվական տեսակետից։ Ղարաբաղը ներկայացնում է մի հսկայական միջնաբերդ, բնությունից կոչում ստացած լինելով պաշտպանել հայկական բարձրավանդակն այս տափաստանների կողմից առաջացող շարժումների դեմ։ Պատմությունը մեզ շատ փաստերով ցույց է տալիս, որ նվաճող ազգերի ահավոր հորձանքները գալիս ընդհարվում էին Ղարաբաղի Լեռնաստանին, փշրվում էին ու ետ դառնում։ Միայն գետահովիտներից մի քանիսը, որոնք անցք են բաց անում Լեռնաստանից դեպի տափաստանները, թույլ տվին պատռել Ղարաբաղի պաշտպանողական գիծը։ Բայց հայ ժողովուրդը մինչև այսօր էլ պահպանել է այդ գծի ընդհանուր տարածությունը, գրաված պահելով այն լեռնային բարձրությունները, որոնք առաջավոր պահակներն են Ղարաբաղի սահմանների վրա։ Այսպիսով, առանց Ղարաբաղի Լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի, այն է արարատյան երկրների պաշտպանությունը հյուսիսային և արևելյան տափաստաններից։ Ղարաբաղն անմիջական շարունակությունն է այն հզոր պաշտպանողական պատվարի, որ ներկայացնում է գուգարքը։ Եվ այս է պատճառը, որ հայկական պետության հիմնադիր հանդիսացած Արտաշեսն ու Տիգրանը գուգարքի հետ միասին Հայաստանի սահմանների մեջ են մտցրել և ուտին Արցախն ու Սյունիքը։ Բացի դրանից մենք տեղեկություններ ունենք, որ
երբ Արարատյան երկիրը հարձակման էր ենթարկվում արևմուտքից և հարավից, նրա բնակիչները պաշտպանություն էին գտնում, թողնելով իրենց գյուղերն ու տեղափոխվելով Ղարաբաղի լեռնային ամուր տեղերը։ Այնպես որ Ղարաբաղը ոչ միայն իր սահմաններին մոտիկ գտնվող տեղերի, այլև Հայաստանի, նույնիսկ հեռավոր կողմերի համար էլ պահապան միջնաբերդի դեր էր կատարում։ Դժբախտության մատնված հայ մարդը գիտեր, որ վերջին ապաստան կարող է գտնել Ղարաբաղի թանձրախիտ անտառների մեջ։ Այսքանը միանգամայն բավական է ռազմագիտական հարց նսպարված լինելու համար։